Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, Civilnet-ի տաղավարում այսօր հյուրընկալել են Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ Հովհակիմ Զաքարյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հովհակիմ, կարծես թե այսպես հեռակաբանավեճ է ծավալվում կապված գիտության շատ կարևոր այսպես օղակներից մեկի տեխնազոական թեզերի պաշտպանության կանոնակարգի հետ կապված։ Դուք հանդիսանում եք այն համահեղինակներից մեկը, այն նամակի հեղինակներից մեկը, որով պահանջում եք բարձրագույն որակավորման հանձնաժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարել գիտությունների տեխնացուների շնորհման այդ գործընթացում։ Ձեր առաջարկությանը հակադրվում են։ Ձեր առարկությունները առաջերտին ինչու՞մն է կայանում։ Նախ նամակում մենք առաջարկություն ենք կատարում, որովհետև իրականում պահանջ չէ, որ մենք ներկայացնում ենք, որովհետև կառավարությունը կրթության եւ գիտության նախարարության ուրեմն ղեկավարությամբ այսօր նոր փաթեթը ներկայացնելու երևի ազգային ժողովի ընդհանրում է, որպեսզի աստիճանաշնորհման կանոնակարգում փոփոխություններ մտցվեն։ Եվ քանի որ այդ ընթացքի մեջ է այդ գործընթացը, մենք էլ մեր առաջարկություններն ենք արել։ Եվ ամենակարևոր այստեղ երկու կետ կա այդ առաջարկությունների մեջ։ Այո, առաջին կետը, որպեսզի 3 հոդվածներից մեկը, որը պահանջվում է այսօր ասպիրանտից ունենալ կենսաբանական կամ որևէ մեկ այլ գիտությունների տեխնացու դառնալու համար, այդ 3 հոդվածներից մեկը լինի անպայման արտասահմանյան պարբերականում տպագրված հոդված, ընդ որում պատահական պարբերականներում չէ, մենք առաջարկում ենք կամ impact factor ունեցող, կամ web of knowledge կամ Scopus, ուրեմն շտեմարաններում ընդգրկված որևէ մի ժուրնալում։ Եվ երկրորդ կետը մեր առաջարկությունների կապված այն բյուրոկրատական ուրեմն քաշքշուկների հետ, որոնք այսօր կան աստիճանաշնորհման այդ գործընթացի հետ կապված, մենք առաջարկում ենք դրանք բավական նվազեցնել, ավելի հեշտացնել թղթաբանական այդ գործընթացները։ Կոնկրետ բազմաթիվ տեղեկանքներ, որոնք ասպիրանտներից պահանջվում են կապված իրենց նյութի հավաստիության հետ, կապված համահեղինակների թույլտվության հետ եւ այլն, որոնք նախ ոչ մի այլ երկրներում նմանատիպ տեղեկանքներ մենք գիտենք, որ չկան, եւ երկրորդն այստեղ էլ այդպիսի տեղեկանքներ, դրանք ուղղակի դարձել են զուտ ձևականություններ։ Եթե պահպանվեր դրանց իմաստը, միգուցե դա կարևոր լիներ, բայց գիտենք, որ ոչ։ Ուղղակի ես ինչքան հասկացա, դուք ավելի կողմ եք, որ ԲՈՀ խստացնի կանոնակարգը գիտական աստիճաններ շնորհելու առումով։ Ինչու՞մն է կայանում ձեր մտահոգությունը, որ դուք անձամբ ասպիրանտ եք եւ պաշտպանելու եք, ինչքան հասկանում եմ, եւ ըստ էության առաջարկում եք խստացնել ձեր պաշտպանության այդ գործընթացը։ Յուրահատուկ, ասենք, չգիտեմ, տարօրինակ վարքագիծ ես կասեի այս առումով։ Խնդիրը նրանում է, որ կանոնակարգը եւ այդ պահանջները, որոնք կան ասպիրանտի առջեւ դրվում են, կամ դոկտորանտների, դրանք մշակվել են եւ ընդունվել են հեռավոր 90-ական թվականներին, երբ որ դրանք արդիական էին այն ժամանակ։ Այսօր փոխվել է իրականությունը, թե ընդհանրապես գիտական աշխարհում, թե ֆինանսավորման թեկուզ նույն գիտության, որքան էլ այն քիչ է, այն թերի է, բայց այսօրվա ֆինանսավորումը թույլ է տալիս ավելի որակյալ գիտությամբ զբաղվել։ Եվ մեր ուրեմն առաջարկությունները կապված են հենց որակի բարձրացման հետ։ Այսինքն մենք առաջարկում ենք ընդունել այնպիսի մի նորմ, որի հիման վրա աստիճանաշնորհում կտրվեն միմիայն որակյալ աշխատանքներին։ Հասկանալի է, ես բերեմ այն հակապաստարկները, որոնք ներկայացնում են ձեր օպոնենտները։ Առաջինը դուք նշեցիք ֆինանսավորումը թույլ է տալիս։ Ինձ զարմացրեց եւ շատերին կարող է զարմացնել։ Համատարած դժգոհում եմ, որ գիտությանը չեն ֆինանսավորում, բավարար միջոցներ չկան։ Դուք ասում եք, որ ֆինանսական այդ կարողությունները բավարար են ազդեցություն ունեցող այդ արտասահմանյան ժուրնալներում տպագրվելու համար։ Մեկնաբանը խնդրեմ, ինչ ֆինանսական միջոցների մասին է խոսքը։ Խոսքը եւ թեմատիկ ուրեմն տարբեր գրանտներն են, որոնք գիտության պետական կոմիտեն է կազմակերպում ամեն տարի, եւ բազային ֆինանսավորումներ։ Տեսեք, ես ինքս բնագիտության ոլորտն եմ ներկայացնում, եւ պարզ է, որ բնագիտության ոլորտը եւ ամենտեղ, եւ Հայաստանում, եւ աշխարհում ավելի ծախսատար է, քան թե հումանիտար որևէ մի ոլորտ։ Եթե բնագիտության ոլորտի այսօր Հայաստանի երիտասարդ գիտնականները կարողանում են տպագրել իրենց աշխատությունները արտասահմանում, ֆիզիկա
կոստները, կենսաբան եւ այլն, ապա ես կարծում եմ ֆինանսավորման այս մակարդակում, որը իրոք շատ ցածր է եւ մենք էլ ենք դժգոհում, ես էլ եմ դժգոհում։ Պետական ֆինանսավորման մասին է խոսքը, պետական ֆինանսավորման, թե պետական, թե մասնավոր, ընդհանրապես ֆինանսավորման։ Եթե բնագետները կարողանում են տպագրվել այս ֆինանսավորման մակարդակով, ես կարծում եմ հումանիտարները կարող են տպագրել իրենց աշխատանքները ունենալով նման ֆինանսավորում։ Օրինակ իրենք հակառակ կարծիքին են մի քանի օր առաջ այս տաղավարում Սատանիկ Մկրտչյանը դժգոհում էր այդ խնդրից։ Երրորդը այդ 3 հոդվածներ տպագրելու պահանջի մեջ փոփոխություն կատարելն է, որով մեկ հոդված պետք է տպագրվի արտասահմանում համապատասխան ամսագրերում եւ նրանք նշում են, որ եթե բնական գիտությունների պարագայում, բնագիտական գիտությունների պարագայում հնարավոր է դա կազմակերպել, քանի որ ինչ խնդիրներ կամ հասկանալի հումանիտար գիտությունների պարագայում դա ուղղակի հնարավոր չէ եւ մեծ դժվարությունների հետ է կապված, ուստի դա անհարկի խստացում է։ Ըստ էության, չգիտեմ ինչքանով ճիշտ արտահայտեցի, որովհետեւ ես մասնակից չլինելով փորձում եմ կողքից նայողի ըստ էության մեր ընդդիմախոսները երկու կարևոր դժվարություններ են հումանիտար ոլորտի համար ընդգծում։ Մեկը դա լեզվի ուրեմն խնդիրներ են, անգլերեն լեզվի, եթե անգլիախոս թարգմանելու հետ կապված խնդիր կա։ Թարգմանելու կամ իրենք եթե կարող են իրենք գրեն, այսինքն մեկը լեզուն է, երկրորդն էլ ֆինանսներն են եւ հատկապես ֆինանսները կապում են նրա հետ, որ նրանց ասպիրանտները չունեն մուտք ժամանակակից գրատարաններ կամ էլեկտրոնային արխիվներ եւ այլն եւ այլն։ Նախ առաջինը գիտության պետական կոմիտեն կազմակերպել է եւ արդեն ունի ուրեմն էլեկտրոնային ժուրնալների եւ էլեկտրոնային գրադարանների բազա համաշխարհային, որ մուտք է տալիս։ Այսինքն այդպիսի ծրագիր գիտության պետական կոմիտեն կատարում է։ Երկրորդը անգլերեն լեզվի հետ կապված, ես կարծում եմ հումանիտար ոլորտի մասնակիցները էլ ավելի լավ պետք է դիապետեն անգլերենին կամ բնագետները։ Այդ խնդիրը ունեն բոլորը, եւ բնագետները եւ հումանիտարները, բայց բնագետները տպագրվում են, կարողանում են տպագրել, իսկ հումանիտարները ասում են դա խնդիր է։ Անշուշտ խնդիրները շատ կարելի է ընդգծել, թե ինչու չպետք է տպագրվենք, թե ինչն է խանգարում, որպեսզի մենք արտասահմանում տպագրենք։ Կարելի է բազմաթիվ խնդիրներ վերել եւ վերջում այնքան պրիմիտիվիզացնել այդ process-ը, որ հասնել նրան, որ ասել համակարգիչ ենթադրենք չունենք, որպեսզի տպագրենք մեր հոդվածը ուղարկենք դուրս։ Բայց դրանք հասկանում եք մանրուքներ են, որոնք պետք է անհարկի եք համարում այդ առարկությունները։ Ես կարծում եմ, որ այդ առարկությունները ուղղակի արվում են զուտ ընդդիմանալու համար արտասահմանում տպագրվելու։ Իրականում կարծում եմ, որ ովքեր առարկություններ են անում, նրանք լավ կարող են տպագրվել դրսում։ Տեսեք, նաև այստեղ արտացվում էր դիֆերենցված մոտեցման խնդիր, այսինքն բնագետներին այլ մոտեցում է պետք, հումանիտար ուղղություններին այլ մոտեցում է պետք։ Ինչ եք կարծում, սա նորմալ առաջարկ չէ, օրինակ ես որպես կողքից նայող ինձ դուր եկավ այդ առաջարկը։ Գիտեք, կարելի է դիֆերենցնալ, բայց վտանգ կա այստեղ, որ դիֆերենցումից հետո, երբ որ հումանիտարներ, բնագետներ բաժանվեն, կսկսեն նաև ենթադիֆերենցումներ առաջանալ։ Հումանիտար ոլորտում միգուցե վաղը պատմաբանները կամ, չգիտեմ, տնտեսագետները առաջարկեն իրենց ցույց տան, որ իրենց ոլորտում վիճակը լրիվ այլ է, հետեւաբար իրենց հատուկ մոտեցում է պետք։ Կամ բնագիտության ոլորտում, եթե մենք անընդհատ դիֆերենցում կատարենք, ապա կհասնի մի օր նրան, որ ամեն մի մասնագիտություն իր հատուկ պահանջները ու ինչ-որ խնդիրները կունենա։ Կարելի է դիֆերենցնել ըստ էության, բայց կարծում եմ որքան էլ դիֆերենցենք, գիտությունը մի process է, անկախ նրանից հումանիտարներն են թե բնագետներն, որը ունի որոշակի նորմեր, որոշակի չափորոշիչներ, որը ընդհանուր է բոլորի համար, այդ թվում եւ հոդված, գիտական հոդված ունենալը։ Հավաքի, տեսեք, նաեւ նշում է, որ այդ ուղղորդելով հոդվածների տպագրությունը կոնկրետ ամսագրերում դուք ուղղորդում եք նաև գիտության զարգացումը կամ խոչընդոտում եք գիտության այսպես համապարփակ զարգացումը ուղղորդելով կամ այս ուղղությամբ կամ այն ուղղությամբ նշում է որ դա ընդունելի չի նամանավանդ այսպես գլոբալիզացվող աշխարհում Նախ ես կարծում եմ, որ գիտությունը նույն ձեր ասած գլոբալիզացվող աշխարհում միշտ էլ ուղղորդվել է, այսինքն ուղղորդվում է այն երկրների առումով, օրինակ ֆինանս, այո, նշվում է դեպի Եվրոպա, բայց ասենք ռուսական այդ գիտական տիրույթում էլ կարելի է ինչ-որ գործունեություն։ Նախ եւ առաջ Web of Knowledge եւ Scopus թեմարաններում 20,000-ից ավելի պարբերականներ կան եւ այնտեղ մի քանի 100 ռուսական պարբերականներ կան։ Այնպես չէ, որ այնտեղ միայն ամերիկյան կամ եվրոպական պարբերականներ են։ Բացի դրանից ԲՕՀ-ը այսօր իր կանոնակարգով, իր պահանջներով արդեն ուղղորդումը կատարում է, երբ որ նա ներկայացնում է այն պարբերականների ցանկը, որտեղ
ասպիրանտը պետք է տպագրվի, դա արդեն նշանակում է, որ նա ուղղորդում է, որ ահա այս ցանկի մեջ եղած ժուրնալներում տպագրվեք։ Եվ եթե ընդհանուր վերցնենք խնդիրը ուղղորդման, գիտությունը միշտ էլ ուղղորդվում է եւ ուղղորդվում է ֆինանսավորողի կամ պետության կողմից կախված թե ինչ նպատակներ է դրվում գիտնականի առջև։ Գիտեք, իհարկե շատ լավ է, երբ որ գիտնական լրիվ ազատ ստեղծագործելու իրավունք ունի եւ նա կարող է այդ իրավունքը իր կատարել, բայց խոսքը տվյալ դեպքում գնում է ասպիրանտի եւ դոկտորանտի մասին, որը գոնե մեկ հոդված պետք է մեր առաջարկով ունենա արտասահմանում։ Այս ամեն ինչը ներկայացրել եք Կրթության գիտության նախարարին։ Կրթության եւ գիտության նախարարի հետ հանդիպում է եղել մի քանի օր առաջ, որի ներկա էր նաեւ ԲՕՀ-ի նախագահ եւ նաեւ գիտության պետական կոմիտեի նախագահ։ Մի քանի առաջարկության, մի քանի կետերի հետ այնտեղ համաձայնություն չեղավ, չհամաձայնվեցին այդ առաջարկները, բայց հիմնական առաջարկությունը այդ կապված հոդված ունենալու Կրթության եւ գիտության նախարարը կողմ էր այդ առաջարկի հետ եւ ես կարծում եմ նա հանձնարարական նաեւ տվեց ԲՕՀ-ի նախագահին, որպեսզի մեր հետ հանդիպում նորից տեղի ունենա եւ մենք ավելի մանրամասն մշակենք, թե ինչպես դա կարելի է ներկայացնել։ Տեսեք, շատերի մոտ այսպիսի կասկածներ կառաջանան, նույնիսկ իմ մոտ, որ ներկայիս կրթության գիտության նախարարը եթե համաձայնություն է տվել այդ առաջարկություններին, ուրեմն այնտեղ ինչ որ մի բան չի հաշվի առնելով, թե ինչ է կատարվում կրթության հետ այս ընթացքում եւ միայն այս ընթացքը չի, այս տասնամյակների պատմություն ունեն, բայց այս ընթացքում ավելի ակնառու է դարձել այդ խնդիրները։ Այսինքն ինչ որ զգուշավոր մոտեցում է սկսում ձևավորվել, եթե իշխանությունները համաձայն են, ուրեմն մի բան է չի։ Գիտեք, երևի հենց արդեն ձեր ասացի մեջ նշեցիք, որ տարիների ընթացքում եղած խնդիրները, թերությունները, թե նաև թե ինչպես նախորդ պաշտոնյաները կամ ներկայիս պաշտոնյաները շատ հարցերում թերացել են, շատ հարցեր սխալ են արել, բերում է նրան, որ այդպիսի կանխավարկածներ են առաջանում առանց ծանոթանալու առաջարկությունների հետ, փոփոխությունների հետ։ Այսինքն ցանկացած առաջարկություն, ցանկացած բարեփոխում կարելի է հենց եթե համարել, որ այո, իշխանությունները ընդունեցին, ուրեմն դրա մեջ ինչ-որ մի վտանգ կա, բայց ես կարծում եմ դա մի փոքր շատ մակերեսային մոտեցում է խնդրին, որովհետև վերջ-վերջո իշխանությունների ձեռքին են գտնվում լծակները ցանկացած փոփոխությունը կատարելու եւ եթե մենք ուզում ենք ինչ-որ մի բարեփոխման հասնել, ինչ-որ մի որակական քայլ առաջ կատարել, ապա դա պետք է անենք իշխանությունների համաձայնությամբ, այսինքն իշխանությունները դա պետք է անեն, ոչ թե մենք։ Հետևաբար ցանկացած քայլ կարելի է այսպես կամ այնպես մեկնաբանել, բայց կարևորը թե այդ քայլը դեպի ուր է ուղղված։ Եվ վերջին դիտարկումը շատ կարող է արձագանքել, իմ մոտ տպավորություն է, որ այս մակարդակում նման բանավեճի ծավալումը հետևանք է կրթական համակարգի, այսպես ասած, արդյունավետության լիարժեք կորուստի, երբ որ չկա ըստ էության կրթական համակարգ եւ վեճ է առաջանում տպվել արտասահմանյան ամսագրերում չտպվել, այսինքն իմ կարծիքով, եթե բակալավրատի, մագիստրատուրա եւ նաեւ դպրոցի, եթե այդպես վերցնենք, այդ շղթան կանոնակարգելու եւ որակյալ կրթություն տալու դեպքում այս վեճը հաստատ չէր առաջանա։ Եվ ինձ թվում է պետք է այլ ուղղությամբ ուղղել եւ ընդհանուր կրթական համակարգի բարեփոխման մասին մտածել։ Գիտեք, ցանկացած համակարգել առավել եւս կրթական եւ գիտության եւ կրթության համակարգերը դրանք այնպեսի դինամիկ համակարգեր են, որ անդադ բարեփոխման ենթակա պետք է լինեն, կախված ժամանակից, կախված պահանջներից, բայց տվյալ դեպքում կարծում եմ որքան էլ փայլուն կամ թերի լինի կրթական համակարգը, գիտնականի համար շատ կարեւոր իր արդյունքները հասանելի դարձնել իր գոլեգաներին արտասահմանում։ Այս խնդիրը կա ցանկացած երկրում։ Շնորհակալություն, հիշեցնում որ այսօր հյուրընկալել են Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ Հովակիմ Զաքարյանին։ Ստեսություն եւ ամենայն բարիք։